մեր աշխարհի բոլոր ծագերում ապրող, վայվե դառնա իրական ուժեր, դառնա սկիզբ, լուսավոր սկիզբ, առավոտուսով մեր ազգերում։ Մեր ազգը եղել է հաղթական, միասնական, հզոր, ճիշտ է, մենք ունեցել ենք կորուստներ, սակայն հայը չի կորցրել իր անունը, հայ լինելու իր կոչումը։ Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, որ զոհեցին ամենաթանկը, կյանքը, որ լավագույն պարգևն է Աստծո կողմից, սովորեցին և փրկեցին մի ժողովուրդ, մի մեծ գերդաստան, որ այսօր պիտի ապրի ու շենացնի իր երկիրը։ Բառերը չեն երեքի, երախտիկի խոսքեր ասել այլ մարդկանց, ովքեր այս մարդկային բարձր աշետներով փրկեցին մեր կյանքն ու ապագան։ Շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր պաշտպանեցին մեզ, խոնարհվում ենք նրանց առջև, ովքեր եկան մարտի դաշտում և փրկեցին մեր անունը։ Հավերժ փառք ձեզ տղաներ, ամեն ժողովուրդը ժամանակի ծնունդն է և արարիչի ժամանակի, պատմությունը ինչերը կերտում են ընտրյալները, նրանք ում ուսերին դրված է ժամանակի պատասխանատվության պատասխանատվության խնդիրը։ Այժմ մենք որ մեր լրության հավենք, մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված հայ քաջորդիների հիշատակում։ Այսուհան մեկողջունի մեջ կան ծանգի խոանջ, մեկողջունի մեջ կա անսահման շպիտ, սեր ու նվիրում, գիտելիք, ուսում և խորին շնորհակալություն։ Մենք հաղթահարեցինք կյանքի առաջին կարևոր փուլը, փոխադրվում ենք միջին դպրոց և վստահեցնում ենք, որ այդ ճանապարհը կընթանա խաղաղ և արդյունավետ։ Կրտսեր դպրոցի ավարտը նոր սկիզբ է լինելու մեզ համար։ Ունենք շատ նպատակներ և երազանքներ։ Խոստանում ենք, որ մեր ստացած գիտելիքները կծառայեցնենք մեր հայրենիքին։ Մենք մեր փոքրիկ քայլերով կկառուցենք մեր հայրենիքի ապագան։ Մեր այս փոքրիկ միջոցառումը թող լինի սիրո և երախտագիտության դրսևորում։ Շնորհակալություն մեր դասավանդող բոլոր ուսուցիչներին և տնօրինությանը, ովքեր այս 4 տարիների ընթացքում միշտ մեր կողքին են եղել, աջակցել ու խրախուսել են մեզ ամեն հարցում։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր նվիրումի ու տեխնաջան աշխատանքի համար։ Ձեզ ենք ուզում ներկայացնել մի փոքրիկ ընտանիքի պատմություն։ Ընտանիք, որը ձևավորվեց 2021 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ առաջին անգամ մտա դասասենյակ և տեսա իմ ուսուցչուհուն, զգացի, որ հարազատ զգացողություն է թևածում դասասենյակում, և թիվ 154 դպրոցում ձևավորվեց մի ընտանիք, ուրախ բոլորակ անունով, իսկ ընտանիքի անդամները դարձան իրենց ուսուցչուհու պայծառ աստղերը։ Աստղեր եզակի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորողները։ Ինչ կապ ունեն աստղերը։ Տարրական դպրոցի ուսուցիչն իր աշակերտների համար աստղ է գիշերային երկնքում։ Ինչպես խաբար երկնքում փայլատակող աստղերը հավես տպվում են առաջին անգամ այն տեսնող երեխայի մտապատկերներում, այդպես էլ առաջին ուսուցիչը, նրա առաջին ժպիտը, երեխայի նոպեությունը շոյող քաղցր խոսքը, հավերժ մնում է աշակերտի հիշողություններում։ Առաջին ուսուցիչը աշակերտի համար երջանիկ մանկություն ապահովող, ազատությունում թևեր տվող, ներքին աշխարհի ներժարժակությունը պահպանող, աշխարհամակարգ ձևավորող, մտածելակերպը փոխող, առողջ հոգեբանություն ստեղծողն է։ Ասեն աչքով դելից բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի, բայց իրականում դրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կապված է աստղի ջերմաստիճանին։ Առաջին ուսուցիչը յուրահատուկ է իր ամուսիրով ու ջերմությամբ։ Այգակը նույնպես աստղ է, որ փայլում է բոլորի համար։ Ուսուցիչն աստղ է, որ փայլում է իր աշակերտների համար։ Առաջին ուսուցիչը հավերժակում է իր աշակերտների հոգիներն ու հիշողությունները և լուսավորում։ Տարրական դպրոցում պետք է դասավանդել միայն աստղերը։ Այստեղ արևներ, կրճեմանաս
սովորեցինք, թե ինչպես ճիշտ պետք է քայլել մեր կյանքի ուղղով։ Շատ գրքեր կարդացիք, դիտեցիք մի քանի ներկայացումներ, սակայն ամենատպավորիչը փոքրիկ իշխանն էր։ Իշխանի կերպարը մեր սերնդի հերոսների մեջ լավագույնն է։ Այժմ կներկայացնենք այլ գրքից հետևյալ կարևոր մտքերը։ Վեպի գլխավոր իմաստներից մեկը այն է, որ մեծահասակների և երեխաների աշխարհներն այլ են։ Մեծահասակներին հետաքրքրում է մեքենայի գինն, այլ ոչ թե գույնը, նորը կինոջ տարիքն, այլ ոչ թե արտաքինը։ Կարճ ասած, նրանք ապրում են թվերի աշխարհում։ Իշխանին հանդիպած 5-րդ մոլորակն ամենափոքրն ու սպառճակն է։ Նրա վրա միայն մի լապտեր ու լապտերավար է տեղավորվում։ Երբ նա այդ լապտերը վառում է, կարծես մի նոր աստղ կամ ծաղիկ ծնվել։ Այստեղ նշվում է, որ աշխատանքը գեղեցիկ է, քանի որ օգտակար է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավարն այն միակն է, ով միայն իր մասին չէ մտածում, այլ նաև ուրիշների, և սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար, և կյանքում պետք չէ ասել լինել։ Իսկ հաջորդ մոլորակի ամենակարևոր խոսքն այն է, որ խոսքը դավացուց ես, այսինքն այն ամենի մասին, ինչի մասին, որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ հետիք չունի։ Իսկ հիշում եք, թե ավեզն ինչ խորհուրդ տվեց փոքրիկ իշխանին, ամենակարևոր աչքով չես տեսնի, սիրտն է միայն սրատես, մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն, պետք է պատասխանատվություն կրել նրանց համար, ում սիրում ես։ Կյանքում հեշտ է ուրիշին դատելը մեղադրելը, ամենադժվարը ինքդ քեզ դատելն է։ Եթե դու կարողանաս ճիշտ դատել, նշանակում է դու իրականում իմաստուն ես։ Դրանից հետո ես հասկացա, որ պետք է պատասխանատվություն կրեմ իմ արարքների համար։ Երբ մեծացանք, հասկացանք, որ ուրիշը մեծահասակների կյանքը, նրանք չեն հասկանում այն, նրանք չեն նկատում այն, ինչ տեսանելի է մեզ համար։ Եթե նրանք նայեն աշխարհի մեր աչքերով, ապա կհասկանան, որ մենք հանճարեղ ենք յուրով։ Իսկ ես ուզում եմ բացականչել, որ մենք մեր ուրիշու փոքրիկ իշխաններն են, մենք մեր ուրիշու համար հանճարեղ ենք, ամբողջ աշխարհը մեզ համար ուրիշ տեսակ է։ Մենք չպետք է մոռանանք մեր ուսուցչու ուղերձը, սիրելի աշակերտ, հիշիր, դու կարևոր ես, դու կարողულ ես, դու կհասնես բարձունքներին։ Եվ եթե այս բաղկաններից գալի մասը կարողանանք պահել մեր սրտերում, փոխանցենք ուրիշներին և վերցնենք ուրիշներին, կշատանա աշխարհում լույսն ու բարին, գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա, տանենք մեզ հետ այս բաղկանները, դարձնենք կարգախոս և ամուր պահենք մեր սրտերում։ Այս աշխարհի
բայց դրանցից մեկը ընդհանուր է, բոլորինս է, դա մեր ընկերությունն է, որը մշտական բնակվեց մեր սրտի տնակում։ Մեր դասղեկը մեզ միշտ ասում է, լավ կայք դպրոցական ընկերությունը, այն ամենաքաղցրն է։ Մեր ընկերությունը սկսվեց աննկատ, մեծացավ, բացվող ամեն օրվա հետ։ Մեզ յայք այդ հարցում շատ օգնեցին մեր ուսուցիչները, նրանք մեզ էլ ավելի մտերմացրին։ Եթե ընկեր ես, ընկերոջդ հետ տխրել իմացի, ընկերոջդ սիրտը բացել իմացի, ամեն գաղտնիք դու մի տարածի, նրան հարգել իմացի, նրա պատիվն էլ պահել իմացի։ Կյանքը ծովակ է, ընկերը նավակ, ընկեր չունենաս կսուզվես ավակ։ Ընկեր թե սեր, ընկեր թանկ է, բայց սեր կյանք է, իսկ լավ ընկերը կյանքից էլ թանկ է։ Ընկերությունը պահանջում է արդարություն, սեր, նվիրվածություն, անկեղծություն։ Առանց այդ ամենի ընկերությունը կմնարի այնպես արած, կարծես չէր եղել։
զարգացնելու առանձնահատուկ դիրք ունեն։ Շնորհիվ նրան եւ հաճախ միայն նրանց համար ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ։ Ամերիկացիք բռնաշկար մոր աչքերը թեկուս լայն մայրն է նրա համար ապրի աշխատը։ Ազգի ապագան մայրերի ձեռքում է, մայրությունը հավերժ կոչում է, ոչ մեկ չի կարող հասկանալ երեխային այնպես, ինչպես մայրը։ Շպիտը հավերժ պահելու համար արևից ոսկե շողեր կբերեմ, քնքշանքը հավերժ պահելու համար նուրբ ծաղիկներից համբույր կբերեմ, երջանկությունը պահելու համար գիտեմ ուզածդ, լավ մարդ կլինեմ, քեզ հավերժ հոգիս պահելու համար, մայր, իջած, աստուծա։ Մայն օջախի սրբություն է, մեր վար հոգու նրբություն է, մեծահոգի մարդ աշխարհում աստվածային օրհնություն։ եւ նույն իմաստուն է։ Եվ արմատներով խորն եք դուք այնքան, որ ոչ մի ոսով, ոչ մի չարուշ, դե չի խարխնի, քանզի խորին խորն եք դուք մեր հայ ազգի։ Սուրբ է հայրենիքը, նա մեր հացն է, մեր մայրական գիրքը, մեր մանկությունը, մեր պապերի գերեզմանը, մեր մանուկների զվարթ օրորոցը, նա հայրական կանծուկն է, որ մեր հեչմանքն ու միշտ տանում է աստղերին։ Ասում է
Ասում են հայրենասիրություն ու ազգասիրությունը ամենազորեղ զարթոնքներն են և հզոր է այն ազգը, որի զավակները գիտեն իրենց պատմությունը, սիրում են հողը, ծանոթ են իրենց նախնիների սխրագործություններին և շարունակում են նրանց գործը։ Սա իմ երկիրն է, չափսերով այնպիսին, որ կարող եմ հետս վերցնել ու ինչ-որ տեղ գնալ։ Փոքրիկ ինչպես ծերացած մայրը, փոքրիկ ինչպես նորացած զավակը, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ։ Սա իմ երկիրն է, չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ։ Ծիրանի ծառը օտարի հողում երբեք չի ծաղկում, հայոց կռունկը օտար երկտակ տխուր է երկում, որքան են օտար ափերը թողել ժպիտ պարգևեն, օտար ափերով ծովով հիացեք, բայց հայ մնացեք։ Ուրիշի հուրը սիրտ չի ջերմացնի, ձեր ջուրը օջախը երկը սիրեցեք, միշտ հայ մնացեք։ Իսկ ով է պահում հողը իրենի, զինվորը մեր քաչ, հայոց բանակի։ Իմ խիսեղ սիմվոր հայոց բանակի, քեզ կոչ է օրել ձայնը սուպազգի, երին միշտ արտում հողիտ պահապան, վայոց աշխարհն ապրի միշտ խաղաղ։
Սիրելի ընկեր Բաժապետյան ջան, մեր ամբողջ ծնողների անունից խորին շնորհակալություն ենք հանդիպում ձեզ, մեր երեխաներին մարդ կրթելու, դաստիարակելու, արժանապատիվ հայեր մեծացնելու համար։ Իսկ մնացածը հիմա կասեն ձեր սաները ձեզ։ Դանի։ Վերջում իսկիզն եմ հիշում։ Ճիշտ է, ես իմ առաջին քայլերը ձեզ հետ չեմ արել, բայց երջանիկ եմ, որ հասցրի ճանաչել և սիրել ձեզ։ Ես իմ առաջին քայլն այս դպրոց ձեր ուղեկցությամբ արեցի, բացահայտելով գիտության և լույսի ճանապարհը։ Հիշում եմ երջանկությունս, երբ բացահայտեցի, որ ուսուցչուհին իրական գեղեցկուհի է, հետաքրքիր արտաքինով, խորթափած հայացքով։ Իրական գեղեցկուհի, մանկապաշտական հսկայական փորձով և պատվարժան վաստակով։ Նա այս տարի իր մրցանակների կողքին ավելացրեց ևս մեկ պատվոգիր Թագապետարանի կողմից բազմամյա աշխատանքների կապակցությամբ։ Ես ինչպես էր մեզ սովորեցնում, նրա լավագույն մրցանակը կոչվում է մարդ լինելն է։ Մենք դեր 10 հոբելանական սերունդն ենք, կանգնել ենք այստեղ մի փոքր լարված։ Բայց կանգնած ենք վստահությամբ և ուզում ենք ասել շնորհակալություն մեր սրտի ամենաջերմ անկեղծություն։ Ինչպես նախորդին ուսերոդների, մեզ ևս աշնոտեցի գրքերի տարերի և թվերի աշխարհում։ Սովորեցրի կարդալ սիրով, գրել հետաքրքրությամբ և աշխարհը դիտել նոր աչքերով։ Ձեր շփիթը մեր օրերը դարձնում են ուրախ, իսկ ձեր խրախները մեզ դարձնում են լավ մարդ։ Ձեր համբերությունն անսահման է, նույնիսկ երբ մենք շատ բուռն էինք ու աշխույժ։ Ձեր ամեն մի խոսքն ու հայացքը դարձան կյանքի առաջին լուրջ ուղեցույցը։ Ձեր բարի աչքերը հետևում էին մեզ որպես պահապան, այսօր մենք մեծացել ենք մի փոքր։ Խաղեր շնորհակ, որպես սատաչի, որպես մանկության լավագույն հիշողություն։ Շնորհակալ ենք, որ հավատացիք մեզ, որ տեսաք մեր մեջ լույսը, սերը և լույսը սերը ներուժ։ Դուք առաջին մարդն եք, սովորեցրեք, թե ինչ է դպրոցը, դասասենյակը ջերմ օջախի վերածեց։ Օջախ, որտեղ աճեցինք սիրով ու վստահությամբ, երբ մենք սխալվում էինք, դուք ժպտում էիք։ Երբ վախենում ենք, դուք քաջալերում ենք, երբ լաց ենք իրին, դուք սրբում եք մեր արցունքները։ Եվ այդպես սրտանց հավատացինք, որ դպրոց հրաշալի տեղ է։ Դուք մեզ սովորեցրիք ոչ միայն այդուբելը, այլև ինչպես լինել լավ ընկեր, լսել, հարգել, հասկանալ։ Ձեր ամեն մի հայացք ասում է, ես ձեր կողքին եմ։ Ամեն մի խոսք փաթաթվում է, ինչպես մայրիկի երկախառնություն։ Դուք առաջին մարդն եք, ով լսեց մեր առաջին ընթերցանությունը, առաջին գիրը։ Տեսավ մեր առաջին սխալը, վերջը դատապարտեց, այս սովորեցրեց։ Մենք միշտ կհիշենք ձեր ձեռքը մեր ուսին, ձեր աչքերի լույսը մեր երդին։ Աչքի հավական մայրերի ձեռք է։ Ձեր սիրտը բաց մեր բոլոր հաջողություններին ու նվաճումներին։ Դուք մեր առաջի ուսուցիչն եք, բայց միշտ կմնաք հավատ տվող ու մեզ համար հոգատար։ Շնորհակալ ենք, որ ամեն աշակերտի մեջ գտաք իր լույսը։ Նրանք ուսիրեցինք և որպես աշակերտ, և որպես մանուկ։ Հրաժեշտ տարին այսօր մեզ համար
բայց սերը մեր հավերժ անկորուստ անմարև։ Որտեղ է լինենք, ինչ ճանապարհ ընտրենք, միշտ կհիշենք, թե ով է եղել մեզ հետ այս կարևոր ճանապարհը։ Սիրելի ուսուցչուհի, մեր մանկության արևոտ կետ, շնորհակալություն ձեզ մեր սրտերի ուսուցչուհի դառնալու համար։ Մենք մի փոքր անակնկալել ունենք, այստեղ է ընկեր Բազրապետյանի առաջի սաներից Նարեկը, որը ցավոք մեր դասարանում չի այլևս, բայց հյուր է եկել մեզ։ Շատ քայլեր եմ անում դեպի դպրոց, բայց միշտ իմ լավագույն առաջին քայլերը ձեր ձեռքը բռնած եմ անում։ Ձեր բարի ժպիտի ներքո անսպար շնորհակալ եմ։
հանդարագրով վերել է, որպեսզի ամբողջ շարժում իջել, որ Լևոնիկ պապիկը ձեզ հետ հանդիպել է և ձեզ բոլորի նվիրել է երգը։ Գիտե Վարդապետյան ջան, այստեղ են նաև ձեր նախորդ 10 տարիների մյուս սերունդի աշակերտները, որոնք նաև ձեր կոլեգաներն են և և ընկեր Վարդապետյանը լինելով իմ առաջին ուսուցչուհին, ամենամեծ ներդրումն է ունեցել իմ մասնագիտության ընտրության հարցում, որի համար շատ շնորհակալ եմ ընկեր Վարդապետյան, որովհետև իմ ճակատագրում դա մեծ ներդրում էր, ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց դպրոցի, որի համար պարտական եմ ձեզ։ Դուք ձեր աշակերտներից անում եք խավարը և այնտեղ լույս ու ջերմություն եք սերմանում։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ հասկանա ձեր վեհությունը և գնահատի։ Հարգելի ծնողներ, որպես ի նշան երախտագիտության և մեծ վաստակի, ուզում եմ շատ բարձր ծափահարել իրենց Լսած այնքան արժեքների մասին լսեցի, այնքան լի ամեն ինչով հագեցած էր ինչ մցառումը։ Ես էլ մի փոքր հուզված եմ, միայն ուզում եմ, որ գա այն օրը, որ ասեն ինչպես ինձ, ինչպես իմ դստերը, այնպես է թորնիկից դասավանդեք։ Առաջին անգամ եմ բարձրացել, իմ հերանի գա այն օրը։ Վերջապես հերթահասավ ինձ։ Անչափ շնորհակալ եմ երեխաներ, ես շատ հուզվեցի։ Ես ուզում եմ ձեզ շնորհավորել այսօրվա կապակցությամբ, այս անկրկնելի օրվա կապակցությամբ։ Դուք ձեր կյանքի ամենակարևոր առաջի քայլը արդեն կատարեցիք։ Դուք դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու։ Ես ուզում եմ, որ անխոչնդոտ լինի այդ ճանապարհը, հարթ լինի։ Շարունակեք գիտելիքներ ձեռք բերել, քանզի գիտելիքը բարձրագույն արժեք է։ Զինվեք գիտելիք ձեռք բերելու վճռականությամբ և վստահ քայլեք ձեր երազանքների հետևից։ Սիրելի ծնողներ, ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ձեզ, իմ կողքին լինելու այս 4 տարվա ընթացքում իմ կողքին եք միշտ եղել և աջակցել եք։ Անչափ շնորհակալ եմ ընկեր Հեղինե ձեզ երաժշտական մասը և ընկեր Հասմիկին մենք երբեք չենք մոռանում, ճիշտ է Նարեկը մեզանից հեռացել է, բայց Նարեկը իմ սրտում է, անպայման իմ սրտում տեղ ունի, շնորհակալ եմ անչափ։ Սիրելի ծնողներ, շարունակենք մեր երեխաներին կրթել և դաստիարակել հայեցի, ազգային արժեքներով։ Դաստիարակությունը ասում են կարևորագույն արժեք է։ Մենք պետք է մեր երեխաներին ճիշտ դաստիարակենք, որպեսզի վաղը պտուղը համտեսելիս մենք հիանանք նրա քաղցր համով և ոչ թե վրդովվենք կամ զարմանանք, թե ինչու է դառնահամ։ Մենք առաջերտին ուսուցիչներս մեր մասին հոգ տանենք և ապա հոգ տանենք այս հրաշք էակների մասին, որոնց Աստված պարգևել է և վստահել է մեզ։ Ձեզ բարի ճանապարհ, երեխաներ ջան։ Ես խոսքս ունեմ էլիտացիա ուսաներին։ Իմ սիրտը կմնա միշտ ձեզ հետ, սիրելի 4-ի Բ դասարան։ Եվ կյանքը շարունակվող առհավետ կտանի ձեզ տարբեր դասարան։ Բայց ես միշտ կայցելեմ ձեզ հագում։ Հուշերում, թե կյանքում իրական, հատկապես երբ ճամփան հունորում կշեղի ձեզ հունից իրական։ Բայց երբ ձեզ տեսնեմ հաջողակ, տեսնեմ ձեզ ազգին պիտանի, այն ժամ իմ հրճվանքն իմ
հոգու, ինձ անցայլ հերուներ կտանեք։ Ես ուզում որ ամենը կյանքում ձեր ազանում է, ապրեք խաղաղ երկրում, խաղաղության մեջ և առողջ մեծացեք, առողջ մեծանեք։ Ուր է լինեմ, ինձ կուղեկցեն քո սուրբ հոգին, աչքերը ճիշտ։ Ինչպես ես մոռանամ քո սուրբ դեմքը, այսքան լույս է, չէ՞ որ դու ես մտքիդ թելով իմ հոգու ամենամեծ, ինչպես դուք ասացիք գրքում և ընդհանրապես, ես ուզում եմ Նիկեր Վարժապետյանի տված լույսը շատ լինի, տարածող լինեք, փաթաթվեք բոլորին, ողջագուրվեք ու տարածեք աշխարհով մեկ։ Նիկեր Վարժապետյան, ձեր միջոցառումը, այս հանրագումարը շատ նման է ձեզ, շատ զուսպ, շատ բովանդակալից, շատ կիրթ ու դասական։ Շնորհակալ եմ, որ դուք կաք և դուք պարտավոր եք լինել, որպեսզի հայ մանուկները կրթվեն ձեր ձեռքի տակ։ Դուք պետք է լինեք, շնորհակալ եմ ձեզ։ Դուք փոքրիկ իշխանի մասին շատ խոսեցիք, չէ՞։ Դուք լիովին ճանաչեցիք երևի փոքրիկ իշխանին։ Ես էլ ուզում եմ, որ փոքրիկ իշխանի նման դուք էլ ձեր կյանքը ապրեք մաքրամաքուր պարզությամբ։ Լիովին ճանաչելով փոքրիկ իշխանին, դու կստիպի ձեզ կյանք ավելի գեղեցիկ գույներով ներկայանալ։ Կստիպի ավելի գեղեցիկ ապրել և հավատալ ապրելու գեղեցկությանը։ Միշտ հիշեք փոքրիկ իշխանին, դուք եք փոքրիկ իշխաններ։ Քանի որ դուք փոքրիկ իշխանից խոսեցիք, այդ փոքրիկ հայրերի արվեստը հիշում եք, այդ փոքրիկ հայրերի արվեստը աղոթքի նման անընդհատ կրկնեք, որովհետև դա կյանքի ճշմարտությունն է և ձեր հաջողությունների բանալին է, եթե ուշադիր և փիլիսոփայությունը կարողանալ անջատել իրականությունից և տեսնել, որ այդտեղ իսկապես փոքրիկ հայրերը մեր կյանքում են, մեզ առաջ են մղում, թույլ տալիս երազել, թույլ տալիս ճիշտ ապրել և այդտեղ բանաձևն է կյանքի ու երջանկության։
ձեր անկեղծ արցունքները գալիս են ասելու, որ սերը փոխադարձ է եղել։ Անկեղծ արցունքները երկկողմյա։ Այսինքն կյանքում ամեն ինչ հաջողելու համար երկկողմանի սեր հարգանք է անհրաժեշտ։ Ես հուսով եմ, որ քայլելով մեր դպրոցի հաջորդ դասարաններում կպահպանեք այս ձեր առայժմ ասեմ գիտելիքներ, որտեղ գիտեմ, որ շատ շարժուն դասարան եք։ Այդ պետք է խոստար, այդ ձեր շարժունակությունը օգտագործեք ի նպաստ գիտության։ Այսպեսի մի հարց էին տվել ChatGPT-ին, ասել էին Հայաստանի ինչ հաջողելու։ Հայաստանը գիտելիքի երկիր է լինելու տարածաշրջանում, իսկ այդ գիտելիքների կրողը դուք եք լինելու։ Ուստի, ինչ ունենք, ինչքան ներուժ ունենք, մենք ամբողջը ուղղորդում ենք դեպի գիտելիքը եւ կարևորը գիրքը։ Ես հույս ունեմ, որ ամառվա ընթացքում դուք չեք կտրվի գրքից, մեկ անգամ եւս կընթերցեք կարևոր տողեր են, որոնք ձեզ կյանքում ուղղում էին փոքրիկ իշխանին, նորից եմ ասում, ես ձեզ երջանկություն եմ ցանկանում, բայց այդ երջանկությունը նաև կյանքում քո երազանքի հետևից գնալն է։ Ես կարծում եմ, որ դուք ձեզ համար հաջորդ տարիներին կստեղծեք այդ երազանքը։ Տեսեք, շնորհավորում եմ ծնողներին, որովհետև այսօր էլ այս օրվա պահն էլ ու ցանկացած պահ ձեր երեխաների հետ կապված լինում են ձեր երազանքի մի նոր կատարում, որովհետև ես հասկանում եմ, որ այսօր ինչը բարդությամբ, ինչ փոխադարձ, այսպես երջանկությամբ երկկողմյա, երբեմն թվում է թե մի քայլ է, երեխաների մոտ այսպես է, հա, հոգեբանորեն այսպես են մտածում երեխաները, այլ մի քիչ մեծացան, քիչ մնաց դպրոցը ավարտելուն, բայց երբ գալիս է դպրոցը ավարտելու պահը, բոլորը հետադարձ նայում են դեպի մանկություն, որովհետև այս հեքիաթը շատ կարևոր հեքիաթ է մեր կյանքում, իսկ մենք ուսուցիչներս այս հեքիաթի մեջ ապրում ենք արարում, եւ գուցե հենց դա է պատճառը, նայեք ինչքան երիտասարդ է, դա է պատճառը, որ ուսուցիչները շատ ժամանակ երիտասարդ են մնում։ Այ ամբողջ գաղտնիքը եթե մենք ամեն նոր սերնդի հետ մանկանում ենք, մեծանում ենք, այդպես են տալիս, նորից հիշում առաջին դասարանը։ Շնորհավորում եմ մեր սերնդերից ճանապարհելու համար, ձեզ Աստված ուժ կորով տա, առողջ լինենք, որովհետև մեր տված կրթությունը մեր հայրենիքին անհրաժեշտ է։ Մենք պետք է մտածենք այսպես, մենք այդ ձև մտածելու իրավունք չունենք։ Մեր հզոր միտքը այսօր դրսում է։ Տա Աստված, որ միասնական լինեն, այդ միտքն է, այս կրթության արդյունքը այսօր ամբողջ աշխարհում մեկ է։ Թող տա Աստված բոլորս հավաքվենք ու ստեղծենք այդ հզոր գիտական Հայաստանը։ Մեր երեխաների համար, նրանց ապագայի համար։ Կներեք, որպես տատիկ ուզում եմ իմ սրտի խոսքն ասել 194 դպրոցի մասին։ Արդեն 30 տարի ես ինչ այս դպրոցի հետ շփվում եմ, չեմ հաշվում ամուսնուս տարիներ են Կերկնյազանով հանդերձ։ Կերկնյազանով սկսած։ Իմ երեխաները սովորել են ընկեր Մանուկյանի հենց նստած օրվանից։ Շնորհակալ եմ այս դպրոցից։ Սիրում եմ բոլորի ուսուցիչներ ջան, հատ առ հատ։ Ընկեր Վարժապետյան ձեզանով եղել ունեմ։ Սիրում եմ ես ձեզ բոլորին։ Ձեզ բարի ճանապարհ, բայց երբեք չմոռանաք այն կարևոր դասը, որ դուք սովորել եք տարրական դպրոցում։ Ձեզ բարի ճանապարհ։